Շնորհությունը արժեփառնորի կարգավիճակ ձեռքբերելու հիմքով մեղադրել Արթուր Լավրենտի Սարգսյանի նկատմամբ կիրառվածքային կանոնքը վերացնելու, ինչպես նաև որպես խափանմիջոց կիրառված գրավ 25 միլիոն դրամի չափով խափանմիջոցը կամ վերացնելու կամ նվազեցնելու, լսելով վարքի մասնակիցների կարծիքը դատանը հանգեց հետևյալին։ Նախ դատանը արձանագրում է հետևյալը, որ դատանի վարորդում է գտվում քրեական վարորդը ըստ մեղադրանքի Արթուր Լավրենտի Սարգսյանի եւ մյուս մեղադրյալների թվով ևս 17 անձի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 43-308 հոդվածի առաջին մասով 43-419 հոդվածի առաջին մասով սույն քրեական վարորդը գտնվում է հիմնական դատալսումների փուլում 2026 թվականի մայիսի 21-ին դատանի որոշմամբ Արթուր Լավրենտի Սարգսյանի նկատմամբ որպես խափանմիջոց կիրառված տնային կանանքի ժամկետը երկարաձգվել էր 2 ամիս ժամկետով մինչև 2026 թվականի օգոստոսի 8-ը անփոփոխ թողնելով համակցված կիրառված գրավը 20 միլիոն դրամի չափով 25 միլիոն դրամ դատանան չվանը դա բարիպակ է ընդունում ենք դատանը արձանագրում է նաև հետևյալը դատանը նաև ուսումնասիրեց պաշտպանի կողմից միջնորդության մեջ բերված Վճռաբեկ դատանի 2024 թվականի մայիսի 14-ի ՍԴ 00660121 որոշումը, ինչպես նաև սահմանադրական դատանի ՍԴ 2021 թվականի դեկտեմբերի 7-ի թիվ ՍԴՕ 1619 որոշումները դատանը արձանագրում է հետևյալը, որ Արթուր Լավրենտի Սարգսյանը 2026 թվականի հուլիսի 21-ին ձեռք է բերել Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի 9-րդ գումարման պատգամավորի կարգավիճակ եւ Արթուր Սարգսյանը դատանը նաև արձանագրում է, որ պատգամավոր է եղել նախորդ 8-րդ գումարման ազգային ժողովի պատգամավոր է եղել, որը գործում է, այսինքն անընդհատության սկզբունքով գործում է մինչև 2026 թվականի օգոստոսի 2-ը, այսինքն անընդհատությունը չի խախտվել։ 2025 թվականին գլխավոր դատախազի միջնորդության հիման վրա ազգային ժողովը զրկել է Սարգսյանին, Արթուր Լավրենտի Սարգսյանին պատգամավորի անձեռնախմբությունից եւ Սահմանադրության 90 հոդվածի առաջին մասի համաձայն ազգային ժողովը, ինչպես որ գիտեք, ընտրում է 5 տարի ժամկետով, երկրորդ մասը սահմանում է, որ հերթական ընտրությունների դեպքում նորընտրիր ազգային ժողովի լիազորությունները սկսվում են նախորդ գումարման ազգային ժողովի լիազորությունների ժամկետի ավարտման օրը, նիստերի ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացմամբ։ Դատանը ուրեմն նաև արձանագրում է, որ 90 հոդվածի երկրորդ մասը գործում է ազգային ժողովի որոշակի սկզբունքով նորընտրիր ազգային ժողովը սկսում է իր գործունեությունը ունի լիազորությունների դադարեցման օր, որը տվյալ դեպքում Արթուր Սարգսյանը ըստ էության դադարելու ունենալ չի կարող, ազգային ժողովի կարգավիճակն ունեցել է եւ ունի մինչեւ 8-րդ գումարման ազգային ժողովի մասին է, մինչեւ 2026 թվականի օգոստոսի 2-ը հետևաբար Սահմանադրական օրենքի եւ կարգավիճակների համաձայն Արթուր Սարգսյանի հանրային քրեական հետապնդումը իրականացնելու նրա նկատմամբ ազատության հետ կապված խափանմիջոց կրելու
անձնախլությունը նախկինում հաղթահարված է եւ կրկին դրա անհրաժեշտությունը ոչ թե անհրաժեշտությունը, այլ կրկին դրա կրկին հաղթահարելու այդպիսի անհրաժեշտություն արկա չէ եւ այն հիմքով, որը որ պաշտպան Վարդևանյան դուք նշում եք, որ հուլիսի 21-ին ձեռք է բերել պատգամավորի կարգավիճակ եւ այդ հիմքով պետք է խափան միջոցը իրարվաստանային կալանքը վերացվի, դատարանի կողմից ընդունելի չէ, դատարանը նաեւ մեջբերում չկատարեմ, նաեւ ինքներդ ձեր ձեռքի տակ ունենաք 2024 թվականի մայիսի 14-ի ազգային Հայաստանի Հանրապետության վճարաբեկ դատարանի իմ կողմից նախորդիվ հիշատակված ՍԴ 0066-01-21 որոշումը նախադեպային, որը որ կայացել էր կոնկրետ Մխիթար Սերյանի Զաքարյանի մասով, դա նույնական չէ եւ վերաբերելի չի սույն դեպքին, քանի որ տվյալ անձը նախկինում պատգամավոր չի եղել, ի տարբերություն Արթուր Սարգսյանի, որը այս պահի դրությամբ համարվում է պատգամավոր, նաեւ 9-րդ նստաշրջանի պատգամավոր է արդեն հուլիսի 21-ի դրությամբ եւ նաեւ դատարանի կողմից մեջբերված ՍԴՕ 16-19-21 թվականի դեկտեմբերի 7-ի որոշումն էլ չէր վերաբերում նման նույնական հանգամանքներ չեն, այնտեղ վերաբերում են այն անձին, որը որ նոր պատգամավորի կարգավիճակ էր ստանձնում։ Այսինքն Արթուր Սարգսյանը այսօրվա դրությամբ դեռևս 8-րդ ազգային ժողովի 8-րդ գումարման նստաշրջանից համարվում է եւ շարունակում է իր լիազորությունները, մեկ վարքյան դեռ ես ձեզ չեմ ընդհատել։ Պատգամավոր է, պատգամավոր նա ընդամենը զրկվել էր, չէ՞, այդ որոշակի իրավունքներից եւ դատարանի կողմից անընդունելի է, այսինքն դատարանը հիմնավոր չի համարում ձեր այդ պատճառաբանությունը, որ սույն հիմքով, այսինքն 2026 թվականի հուլիսի 21-ի դրությամբ, այսինքն պատգամավոր դառնալու հիմքով վերջինս ենթակա է տնային կալանքից ազատման։ Այս հիմքը դուք կարող եք հետագայում բնականաբար, քանի որ օգոստոսի 8-ին է լրանում Արթուր Սարգսյանի տնային կալանքի ժամկետը, ես ձեզ բնականon գործունեությանը մասնակցել։ Ես ձեզ չեմ ընդհատել, ես չեմ ավարտել ես։ Ես չեմ ընդհատել, շարունակում եմ դեռ։ Կավարտեմ, բնականաբար արտահայտվելու իրավունք ունենաք։ Արթուր Սարգսյանը նորից եմ կրկնում այն հիմքով, որ դուք նշել եք, ձեր միջնորդությունը ենթակա մերժման, դուք այդ որոշումը, միջնորդությունը կարող եք նմանատիպ կամ այլ տիպի միջնորդություն այդ նույն հիմքով ինքը նշելով, մեջբերելով կարող եք անել, երբ որ Արթուր Սարգսյանի կալանքի ժամկետը երկարաձգելու, փոփոխելու կամ խափան միջոցը ընդհանրապես վերացնելու այդ հարցը քննարկվի, ես նորից եմ կրկնում այն օգոստոսի 8-ին է ավարտում, դատարանի պատճառաբանությունները այսքանն են մանրակրկիտ դուք որոշմանը կծանոթանաք դատարանակ ուղարկի ձեզ, որոշումն էլ դուք կարող եք ստանալու պայս 10-օրյա ժամկետում բողոքարկել վերաքննիչ քրեական դատարանում, պատասխանելով ձեր հարցին, այդմ է, որ Արթուր Սարգսյանին տարբեր խնդիրների հետ կապված եւ առողջական եւ այլ խնդիրների հետ կապված դատարանը թույլատրել էր, որպեսզի հստակ ժամկետով խափան միջոց տնային կալանքի պայմանները չփոփոխվել ժամանակով։ Նույնը վերաբերում է նաեւ օգոստոսի 2-ի ազգային ժողովի Արթուր Սարգսյանը բնականաբար ձեր միջնորդության դեպքում կամ եւ դատարանի թույլտվությամբ կմասնակցի այդ ազգային ժողովին, բնականաբար ոստիկանության համըսխան բաժնի աշխատակցի ուղեկցությամբ։ Սա պատասխան լրություն դարիչում։ Սա ձեր հարցի պատասխանն է։ Որոշումը դատարանը
հրապարակեց եւ ցանկանում եմ ուշադրությունը հրավիրել վարքի մասնակիցների այն հանգամանքի վրա, որ խոսքը վերաբերվում էր այն անձին, որ նոր պատգամավորի կարգավիճակ է ստավել, նորից եմ կրկնում Արթուր Սարգսյանի պատգամավորի կարգավիճակ եւ շարունակաբար, այո, օգոստոսի 2-ից էլ ընթանում են նրա պատգամավորի կարգավիճակը։ Այսպես ասենք, արդեն 9-րդ Մասում ես թող սա արձանագրվի բոլոր դեպքերում, ես ցավով եմ սա ասում, ես վստահ եմ այս ձեր որոշումը ի վերջո հանգեցնելու է դատավորի կարգապահական պատասխանատվության ամենախիտ ձևին։ Սրանում համոզված եմ, անկեղծ եմ ասում, սա ցավով եմ ասում, որովհետև ես չէի ուզենա, որ այդ որոշում կայացնողը դուք լինեիք, որի պատճառը հետևանքային կապը լիազորությունների դադարեցումն է։ Դուք մի բան հաշվի առեք, օգոստոսի 1-ին իրան վերջնահաշվարկ են տալու։ Հասկանում եք, որ անընդհատություն չի կարող գոյություն ունենա ազգային ժողովի պատգամավորների դեպքում, չի կարող բնության մեջ դա լինի, իծանե ի բնե չի կարող։ Դուք փաստացի հենց այսօր արձանագրեցիք, որ պատգամավորի կարգավիճակ ձեռք բերել է Արթուր Սարգսյանը 9-րդ գումարման ազգային ժողովի, դուք արձանագրեցիք սահմանադրական դատարանի որոշման պահանջը, բայց դուք դրա իրավական հետևանքը չապահովեցիք։ Այն, որ միակ խնդրանք էլի, եթե հնարավոր է։ Ուղղակի ինձ ստացվում իմ որպես փաստաբան գործունեությանս ժամկետն էլ ավարտին մոտենում։ Խնդրում եմ հնարավորության դեպքում որոշումը, որը քրեական դատավորության օրենսգրքով պարտավոր եք տալ անհապաղ, կտակ անհապաղ, եթե առաջ ասված ունենանք հնարավորություն վերաքննիչի որոշումը շուտ լինի, որը ունենալու է, բայց վստահաբար դատավորի նաև կարգապահական պատասխանատվության հիմքը, իդեպ անկախ վերաքննիչի որոշումից էլ միանշանակ ձեր դեմ հաղորդում պետք է ներկայացվի։ Թե արդյոք այս ամենը ձեր որոշումը այս ձևով, այս տրամաբանությամբ կամ տրամաբանությունից շեղված, պայմանավորված է նրանով, որ ձեր նկատմամբ նաև կարգապահական պատասխանատվության միջոց է կիրառվել ըստ զանգվածային լրատվության միջոցների։ Ես չգիտեմ, բայց այդտեղ շատ մեծ ողջամիտ կապ եմ տեսնում։ Այսքանը ես անկեղծորեն եմ ասում, թող սա չլինի մեր դատական իշխանությանը ընկալելու մոտեցումը։ Այն ինչ դուք այսօր արեցիք, դուք մի հատ էլ պատկերացնում եք, որ պրոբացիայի ու ոստիկանության ուղեկցմամբ ազգային ժողովի պատգամավորը գնա նիստի, դուք դա եք պատկերացնում լուծումը, ունենալով հնարավորությունը, որ դուք տնային կալանքը կարայիք վերացնեիք այսօր, կարայիք ասեիք տնային կալանքը վերացնեմ օգոստոսի 2-ից, բայց դուք բերեցիք իրավական շրջանառության մեջ պատգամավորի կարգավիճակի անընդհատություն, տես բան գոյություն չունի, բայց դուք դա բերեցիք քավից։ Պարոն Վարդևանյան, դուք ուշադիր չեք, դատարանը դրա համար իհարկե սխալ չընդունեք իմ արտահայտածը, դա ձեր սուբյեկտիվ կարծիքն է։ Երկրորդը, մեկ վարքյան, այո, ձայնագրությունը լսեք, դա ձեր սուբյեկտիվ կարծիքն է, երկրորդն, մեկ վարքյան, բնականաբար, ես ասեցի, հաջորդիվ դատական նիստի կամ նիստերի, խափամիջոցի հարցն է քննարկվելու։ Դուք այստեղ հիշատակում եք օգոստոսի 1, 2 կամ հաջորդ օրեր։ Ձեր այս միջնորդությունը ես իրավունք չունեմ ձեզ ուղղորդելու, չեմ էլ կարող այդպիսի բան թույլ տամ ինձ, բայց այս նմանատիպ միջնորդություն, երբ որ խափամիջոցը կիրառվում, խափամիջոցի ժամկետի հարցն է քննարկվում, այդ ժամանակ կարող եք սավառքը մնա։ Այդ ժամանակ կարող եք ներկայացնել։ Իսկ այն ինչ որ վերաբերում է ձեր մտավախությանը, որ կարգապահական վարը, դա ձեր սուբյեկտիվ կարծիքն է, դուք զրկված չեք դրանից։ Ես իմ որոշումը կայացրեցի հարգելի Աստղան Վարդևանյան, եթե դուք համաձայն չեք լինի, դուք կարող եք բողոքարկել նաև մեղադրյալը, բնականաբար։ Ես նորից եմ կրկնում, եթե նման անհրաժեշտություն կլինի, կդիմի դատարանը քննարկի այդ հարցը։ Կդիմի դատարանը քննարկի այդ հարցը։ Դատավորության մասնակիցներ ժամը ինչի է կապված։ Հիվանդանոցի հետ գնալու։ Հիվանդանոցի պատված են դատարանը։ Տեսեք, նախորդի հաստատություն ենք ներկայացել դատարանը։
Որոշման հետ կապված ինչ է։ Խնդրեմ արեք այդ դարձությունը